Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, 168.am լրատվական կայքի հետ մենք շարունակում ենք ամեն շաբաթ ձեզ ներկայացնել մի թեմատիկ զրույց, առանձնացնելով տվյալ ժամանակաշրջանի համար որոշակի հետաքրքրություն եւ արդիականություն ունեցող որևէ թեմա։ Այս անգամ ես կփորձեմ ամփոփ կերպով ձեզ ներկայացնել Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցելության, այդ այցելության արարողակարգային, բովանդակային, կազմակերպական եւ աշխարհաքաղաքական խնդիրների մասին։ Բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, կարծում եմ, որ այն ձեզ համար հետաքրքիր կլինի։ Վենսի այցը տարածաշրջան, որը տեղի ունեցավ միաժամանակ Հարավային Կովկասի 3 երկրներից 2-ում, շատ է քննարկվել մեր հասարակության տարբեր շերտերում։ Անցած շաբաթվա ընթացքում գրեթե բոլոր քաղաքական ուժերը, գործիչները այս կամ այն չափով դրան անդրադարձել են։ Դրան անդրադառնալու առիթ նաև ես եմ ունեցել տարբեր հեղինակային հաղորդումների ընթացքում։ Այս անգամ կփորձեմ այն ներկայացնել նաև մի քիչ ավելի ամբողջական կերպով, որովհետև ամեն մի վերլուծություն, ամեն մի հանդիպում, ամեն մի քննարկում մի նոր բացահայտում է անում, որովհետև սա իրավի պատմական, իր բնույթով այց է։ Պատմականը դա չի նշանակում, որ դա անպայման պետք է ունենա դրական նշանակություն եւ հետևանքներ։ Ցավոք սրտի լինում են նաեւ պատմական իրադարձություններ, որոնք բերում են լրացուցիչ խնդիրներ, դժվարություններ, երբեմն նաեւ կորուստներ եւ ողբերգություններ։ Փորձենք հասկանալ, թե ինչումն էր այդ այցի գլխավոր նպատակը։ Ինչ զարգացումներ եղան դրանից առաջ եւ ինչ զարգացումներ կարող են լինել դրանից հետո։ Իդեպ ասեմ, որ սկզբնական շրջանում քննարկվում էր, որ Վենսը հնարավոր է, որ հիմա այցելի միայն Հայաստան, որից հետո նա այցելի միայն Ադրբեջան, այսինքն Ադրբեջան այցելի փետրվարի վերջին։ Բայց այդպես չեղավ։ Նա եկավ Հայաստան, ամսաթվերով այցը համարվում էր 2 օրյա, այսինքն փետրվարի 9-ից 10-ը, բայց ժամանակային տևողությամբ նա փաստացի նույնիսկ 1 ամբողջ օր, 24 ժամ չի անցկացրել Հայաստանում։ Նույնը վերաբերում էր Ադրբեջանին, այսինքն շատ գործնական, շատ կոնկրետ եկավ տարածաշրջանի այս երկու երկրներ, ունեցավ բարձր մակարդակի հանդիպումներ, ձեռք բերեց իր համար կարևոր պայմանավորվածություններ եւ հեռացավ։ Ուրիշ ոչ մի բաղադրիչ այցի չի եղել, ասենք օրինակ այցելություն տարբեր վայրեր, հանդիպումներ տարբեր հասարակական շերտերի ներկայացուցիչների հետ, չգիտեմ քննարկումների որոշակի մասնակցություն բացի պաշտոնական հանդիպումներից, որը որպես կանոն լինում է այլ այցելությունների ժամանակ։ Շատ նույնը իդեպ տեղի ունեցել Ադրբեջանում։ Եվ նաև շատ կարևոր է, որ որպես կանոն Հարավային Կովկասի երկրները մինչև հիմա դիտվել են որպես մեկ ամբողջություն աշխարհաքաղաքական իմաստով եւ միջազգային այցելություններն էլ կրել են տարածաշրջանային բնույթ։ Օրինակ, երբ որ Հայաստան այցելեց 2018 թվականին Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, նա այցելեց Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան։ Եվրոպական միության պաշտոնյաներն էլ, որ այցելում են տարածաշրջան, այս 3 երկրներ միաժամանակ էին որպես կանոն այցելում։ Եվ պարտադիր չի արևմտյան երունակ Եգիպտոսի նախագահն էլ, որ եկավ տարածաշրջան, այցելեց Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան։ Այսինքն շատ երկրների համար Հարավային Կովկասի տարածաշրջանը դրա նկատմամբ իրենց քաղաքականությունը վերաբերմունքը մեկ ամբողջության մեջ է։ Եվ հենց այդ ամբողջության մեջ էլ դիտվել է նաև կոնֆլիկտների լուծումը, այսինքն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծումը դիտվել է Հարավային Կովկասում ընդհանուր խաղաղության եւ վստահության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից եւ պետությունների քաղաքականությունը դրան ուղղված, այսինքն միայն Ադրբեջանի հետ կամ միայն Հայաստանի հետ, միայն Վրաստանի հետ առանձին քաղաքականությունները դրանք բացառիկ են եղել։ Եվ այդ բացառիկ դրսևորումներից մեկը, թերևս եւ ամենահիմնականը, որը դա եւ տարբերակում է դրել եւ հիմա դուրս մնացել այդ գործընթացից, դա եղել է Վրաստանը, որովհետեւ 2005 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը այցելեց այցելեց Վրաստան, դա մեր հաջորդ նկարն է։ Եվ այդ ժամանակ դա համարվում էր ավելի մեծ պատմական իրադարձություն, քան ասենք օրինակ Վենսի այցելությունը Հայաստան եւ Ադրբեջան, եւ դա հասկանալի էր։ Ինչի համար, որովհետեւ ոչ միայն դա ոչ թե Միացյալ Նահանգների փոխնախագահն էր, այլ նախագահը, եւ դա առաջին անգամ էր Խորհրդային միության փլուզումից հետո, որ
Միացյալ Նահանգների նախագահը նման այց է կատարում, ես անկեղծ ասած հիմա չեմ մտաբերում նախկին խորհրդային միության երկրներից որևէ մեկը Միացյալ Նահանգների նախագահը խորհրդային միության փլուզումից հետո այցելել էր թե ոչ, բայց այդ ժամանակվա այցելությունը իսկապես շատ խորհրդանշական էր եւ պայմանավորված էր Վրաստանի աշխարհաքաղաքական մոտեցումների վերանայումով, այսինքն Վրաստանը, երբ որ իշխանության էր եկել Միխայել Սահակաշվիլին, որդեգրել էր սկզբունքորեն այլ ռազմավարություն, այլ արտաքին քաղաքականություն, դա ոչ միայն Եվրոպական միության, Միացյալ Նահանգների հետ կայուն հարաբերությունների զարգացումներ, այլ Ռուսաստանից իր հարաբերությունների գործնական խզում, այսինքն ակնհայտ հակառուսական տրամադրություններ էին ձևավորվում Վրաստանում, մերժվում էր Ռուսաստանի հետ որևէ հնարավոր գործակցություն, Վրաստանը մինչև այդ պահանջեց, որ իր երկրի տարածքից դուրս բերվեն ռուսական ռազմաբազան, դրա մի մասը տեղակայվեց նաև Գյումրիում, սահմանապահ զորքերը բնականաբար հեռացվեցին, առևտրատնտեսական իմաստով Վրաստանը դուրս եկավ ԱՊՀ կազմից, Վրաստանը ես չեմ էլ հիշում անդամակցել էր թե չէ, բայց նաև ինքը ՀԱՊԿ-ին անդամակցություն չուներ, այսինքն գրեթե նույն իրավիճակը, միգուցե ավելի մեծ շեշտադրումներով հակառուսական ուղղվածություն։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Բուշի այցելությունը Վրաստան հենց այդ նպատակ ուներ, քաղաքական աջակցությունը ցուցաբերել Վրաստանին իր նոր աշխարհաքաղաքական ընտրության համար։ Եվ դա էլ Վրաստանում այդ այց ընդունեցին շատ մեծ մակարդակով։ Իդեպ ասեմ, որ Թբիլիսիի օդանավակայանից դեպի քաղաք տանող հիմնական պողոտան մինչ օրս կրում է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի անունը, որ այցելել էր Վրաստան 2005 թվականին, անալոգիան շատ կարծես նման է, որովհետև Մեղրիի Ադրբեջանի նախագահի ասած Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածն էլ կրում է Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի անուն, այսինքն Թբիլիսիում հիմնական փողոցներից մեկն է կոչվում Միացյալ Նահանգների նախագահի անունով, Հայաստանում Ադրբեջանի երկու հատվածներ իրար կապող միակ ճանապարհն է կոչվում Միացյալ Նահանգների նախագահի անունով։ Եվ այդ այցելության, այդ քաղաքականության արդյունքը ինչ եղավ, որ Միացյալ Նահանգները, որը Վրաստանին աջակցում էր ոչ միայն քաղաքականապես, եւ Միացյալ Նահանգների դիրքորոշման պայմանավորված նաև ողջ արևմտյան աշխարհը, երկրները, Եվրոպական միության երկրները, այդ քաղաքականությունը բերեց Վրաստանին մի իրավիճակի, որ 2008 թվականին ուղղակի Վրաստանը մտավ պատերազմական գործողությունների մեջ Ռուսաստանի հետ, եւ այդ պատերազմական գործողությունների հետևանքով վերջնականապես եւ անուսալիորեն կորցրեց իր կողմից իր երկրի տարածքային ամբողջականության մասը համարող Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ինքնավարությունները։ Եթե մինչ այդ Վրաստանը դրանց նկատմամբ իշխանություն չուներ եւ նրանք ինքնավարության իրենց կարգավիճակով գործում էին, ապա այդ պատերազմի հետևանքը եղավ այն, որ Ռուսաստանը այնուհետև նրա խնդրանքով նաև մի քանի այլ պետություններ ուղղակի ճանաչեցին Աբխազիան եւ Հարավային Օսեթիան որպես անկախ պետություններ, այսինքն որպես Վրաստանի կազմից դուրս, եւ դա այդ 2008 թվականի արկածախնդրության հետևանքն է։ Իսկ այդ արկածախնդրության հեղինակը, այսինքն Ջորջ Բուշին 2005 թվականին մեծ շուկով Վրաստանում հյուրընկալած նախագահը հիմա գտնվում է բանտում, եւ Ջորջ Բուշը դրանից շատ մեծ վնասներ չի կրել, որովհետև նա ավարտելով իր նախագահական ժամկետը հիմա գտնվում է թոշակի մեջ եւ վայելում իր կյանքը իր պատկերացումներով։ Ես կարծում եմ, որ նույնը կարա լինի այս դեպքում, կավարտվի 3 տարի հետո Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետը, ինքը դոլարով միլիարդատեր է, ինքը կապրի իր համար իր հանգիստ կյանքով, Հայաստանին թողնելով իր անվանումով մի ճանապարհ եւ իր խնդիրները իր հետ եւ որևէ մեկը այդ ժամանակ չի գալու եւ աջակցություն չի ցուցաբերելու ոչ Հայաստանի ներկայ իշխանություններին, ոչ էլ Հայաստանի ժողովրդին։ Հիմա ներկայացում են այս այցի իմաստով հայ-ամերիկյան հարաբերությունները իբրև զարգացման նոր որակի հասցված, նոր մակարդակի բերված հարաբերություններ։ Վիզուալ իմաստով միգուցե դա այդպես է, այսինքն եթե իսկապես պատահական չի կարելի պատահական համարել Միացյալ Նահանգների փոխնախագահի այցելությունը, նա այցելում է, եթե որ դրա կարևորությունը գնահատում է, բայց արդյոք միայն այցելությունները բավարար են պետությունների միջև երկկողմ հարաբերությունների մակարդակը գնահատելու համար։
Եթե փորձում ենք իրատեսորեն եւ օբյեկտիվորեն գնահատել, ապա ճիշտ հակառակը վերջին ժամանակաշրջանում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունները էապես ավելի վատ թարացել են, նրանց մակարդակը բազմապատիկ անգամներով իջել է, խոսքը վերաբերվում է եւ քաղաքական, եւ ռազմատեխնիկական, եւ տնտեսական, եւ այլ ոլորտներում համագործակցությանը։ Ես կփորձեմ ձեզ համար ներկայացնել փաստեր, որոնք որ անհերքելի են։ Այսինքն, օրինակ պարզ է, չէ, որ Միացյալ Նահանգները առաջի անգամ չի, որ Հայաստանը այդ պետության հետ աշխարհի խոշոր պետություններից մեկն է, եթե չասենք ամենահզոր երկիրը տարբեր պարամետրերով։ Հայաստանը առաջին անգամ չի, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ է ունենում։ Միացյալ Նահանգները միշտ էլ ամբողջ մեր անկախության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ ցուցաբերել է շատ հրաշալի քաղաքականություն եւ մինչեւ նույնիսկ անկախության ձեռքբերումը Մինչև անկախությունը նայեք ինչքան մեր հայրենակիցներ ցեղասպանությունից մազապուրտ եղած մեր հայրենակիցների ժառանգները միլիոնավոր հայեր են ապրել եւ շարունակում են ապրել Միացյալ Նահանգներում եւ նրանց համար այդ պետությունը ստեղծել է ոչ միայն կյանքի, կենցաղի ապրելու լավագույն պայմանները աշխատանքով իրենց դրսևորվելու, այլ նաեւ գնահատել է այդ հայ համայնքի դերը, նրանց տվել ինքնուրույն ազգայինը իրենց պահելու, գործելու կարողություն Միացյալ Նահանգներում են գտնվում Հայաստանի հայկական, չեն կարող ասել Հայաստանի, հայկական ավանդական կուսակցություններ, որոնք որ հայրենիքը լքելուց հետո խորհրդային ժամանակներում ազատ գործունեություն են ծավալել, ճիշտ է, նրանք Միացյալ Նահանգների ներքին քաղաքական կյանքին չեն մասնակցել որպես քաղաքական կուսակցություններ, բայց իրենց գաղափարախոսությունը, իրենց արժեքները առաջ մղելու իմաստով որևէ սահմանափակումների նրանք երբեք չեն հանդիպել խոսքը եւ ավանդական կուսակցությունների մասին է եւ նաեւ հայկական բարեգործական հիմնադրամների կազմակերպությունների հայաստանյաց առաքելական եկեղեցում, որոնք ազատ գործունեություն են ունեցել։ Իսկ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո Միացյալ Նահանգները առաջի պետություններից մեկն է եղել, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Առաջի պետությունն է եղել, որ Երևանում բացել է իր դեսպանությունը եւ հաստատել քաղաքական դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ։ Միացյալ Նահանգները եղել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում որպես համանախագահող երկիր, այսինքն Մինսկի խմբի 3 համանախագահ պետություններից մեկը Միացյալ Նահանգներն էր, որը անմիջական եւ ֆունկցիոնալ ներգրավվածություն եւ մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին։ Իդեպ այդ ժամանակաշրջանում նաև Միացյալ Նահանգներում ընդունվել էր հայտնի 907 բանաձևը, որը արգելում էր Միացյալ Նահանգների իշխանություններին ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, այսինքն ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ Ադրբեջանի հետ, գնահատելով Ադրբեջանին որպես ագրեսոր, այսինքն հայ-ադրբեջանական կոնֆլիկտում, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում Միացյալ Նահանգները ոչ միայն համանախագահող էր, այլև ագրեսոր էր որակել Ադրբեջանին եւ արգելել էր ըստ էության ռազմական համագործակցությունը Ադրբեջանի, այսինքն ագրեսորի հետ։ Սա քաղաքական հարաբերությունների իմաստով շատ բարձր մակարդակ է եւ բացի իդեպ ասեմ, ես խոսում եմ բաների մասին, որոնք արդեն վերացել են, այսինքն Միացյալ Նահանգները այլևս համանախագահող երկիր չի, որովհետեւ Մինսկի խումբը վերացել է եւ դա վերացել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի հետևանքով 907 բանաձևը արդեն վերացել է, որովհետև դրա վերացման հիմքը դրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթով։ Այսինքն Միացյալ Նահանգների հետ մեր ունեցած իրական քաղաքական, աշխարհակաղակական կարևոր ձեռքբերումները, որոնք կային, բարձրացվել էին բարձր մակարդակի, ուղղակի ոչնչացվել են ընդամենը մի քանի ամիս առաջ հենց Վաշինգտոնում ի օգուտ Ադրբեջանի։ Իդեպ ասեմ Միացյալ Նահանգները այն երկրներից է, միգուցե բացառիկ երկիրը, որը իր անկախությունից ի վեր ոչ միայն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդին, այլ նաև Արցախին, այսինքն Միացյալ Նահանգները ուղիղ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արցախի հանրապետությանը։ Այսինքն Միացյալ Նահանգների բյուջեից ֆինանսական հատկացումներ կատարվում էին Արցախ։ Իդեպ ասեմ, որ նաև Արցախի իշխանությունների ներկայացուցիչները
ազատ ճամփորդել եւ գործունեություն են ծավալել նաեւ միացյալ օրինակ հայկական Հայաստան համահայկական հիմնադրամի դրամավակների ժամանակ Արցախի նախագահները, պետնախարարները, արտգործնախարարները ազատ հնարավորություն են ունեցել ճամփորդել Միացյալ Նահանգներում, հանգանակել միջոցներ, քաղաքական հանդիպումներ ունենալ քաղաքական շրջանակների, կոնգրեսմենների, սենատորների հետ ամերիկյան եւ սա իրողություն ա եղել մինչեւ այդ Ասեմ, որ Միացյալ Նահանգները Հայաստանին է ցուցաբերել հսկայական ֆինանսական աջակցություն։ Միացյալ Նահանգների կառավարությունը ժամանակին գոյություն ունեցած USAID, այսինքն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոնավոր դոլարների ամեն տարի աջակցություն է ցուցաբերվել Հայաստանին։ Այդ ծրագիրը նույնպես փակվել է վերջնականապես կրկին 2025 թվականին։ Իսկ USAID-ին Հայաստանի քաղաքասարակության ինստիտուտներին, լրատվամիջոցներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր կազմակերպություններին, փոքր միջին ձեռնարկություններին տարբեր։ Մենք այսօր Հայաստանում ունենք բազմաթիվ հաջող բիզնեսներ, որոնց սկզբնական շրջանում իրենց աջակցությունը ցուցաբերել է ուրեմն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը USAID-ին համայնքներն են ստացել աջակցություն եւ դա եղել է միլիոնավոր դոլարների եւ մենք պետք է անպայման դա գնահատենք, որովհետեւ դա իրականություն է եղել։ Միացյալ Նահանգները Հայաստանին միլիոնավոր դոլարների աջակցություն է ցուցաբերել հազարամյակի մարտահրավերների ծրագրի շրջանակներում, որը դադարեցվեց 2008 թվականի մարտի 1-ի այդ դեպքերից հետո, այսինքն Հայաստանում Հենց նույն Նիկոլ Փաշինյանի եւ այլ ուժերի մասնակցությամբ հրահրված ներքաղաքական լարվածությունների հետևանքով հակառակ պարագայում այդ ծրագիրը նույնպես հաջող շարունակություն կունենար։ Չասեմ, որ Միացյալ Նահանգներում գործող բազմաթիվ հայկական կազմակերպություններ ընդեղ ստեղծված, ընդեղ վաստակած միջոցները ուղղել են Հայաստանում եւ Արցախում սոցիալական, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման։ Հայաստան համահայկական հիմնադրամի հիմնական հանգանակությունները իհարկե այդ հիմնադրամի ամենամեծ բարերարը շարունակում է մնալ անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանը, բայց հիմնական նաև միջոց ներառականության իմաստով որ մեծ թվով մարդիկ էին մասնակցում եւ միլիոնավոր դոլարներ էր հավաքագրվում հիմնադրամի համար, դա ելնում էր Միացյալ Նահանգներում կազմակերպված այդ հերոստամարաթոնների ընթացքում Եվ այդ միլիոնավոր դոլարները ուղղվել են հիմնականում Հայաստանում եւ Արցախում սոցիալական ենթակառուցվածքների եւ Միացյալ Նահանգների իշխանությունները կառավարությունը երբեք որևէ սահմանափակում չեն դրել նման աջակցությունը Հայաստանին ցուցաբերելու հարցում։ Էլ չասեմ, որ կային ինստիտուցիոնալ այլ հիմնադրամներ, հայկական բարեգործական ընդհանուր միություն, այլ հայկական հիմնադրամներ, որոնց հիմնական նվիրատուները Միացյալ Նահանգներում ապրող մեր հայրենակիցներն են եւ այդ փողերը եկի Հայաստան եւ դրանց մեջ մեծագույններից մեկը դա Լինսի հիմնադրամն էր, ազգային հերոս Քրկ Քրքորյանի հիմնադրած, որը նույնպես հարյուրավոր միլիոնավոր դոլարների աջակցություն է եւ Միացյալ Նահանգների կառավարությունը ոչ միայն չի խոչընդոտել կոնկրետ մեկ սուբյեկտի հետ գործ ունենալու պարագայում, այլ հակառակը այդ ծրագրերը որակվել են որպես բարեգործական եւ ազատվել հարկերից, այսինքն դա կարելի է ընդունել որպես Միացյալ Նահանգների կառավարության ուղիղ ֆինանսական աջակցություն Հայաստանին, իմանալով, որ այդ միջոցները ծախսում են նաեւ ոչ միայն Հայաստանում, այլև ուրեմն Արցախում։ Իսկ դրա հետ միասին մենք ունեցել ենք ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն։ Այդ Կանզանսի գվարդիայի հետ համագործակցությունը պաշտպանության նախարարության քաղաքացիական ականազերծման հետ կապված ծրագրերը մեր զինված ուժերում հատկապես ականազերծման, նրանց տեխնիկական հագեցվածության, մասնագիտական վերապատրաստման մեծագույն ձեռքբերումները տեղի են ունեցել Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության արդյունքում։ Չասեմ, որ մենք համագործակցել ենք նաև բազմաչափ միջավայրում, մասնավորապես ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանը եղել է գործընկեր երկիր ՆԱՏՕ-ի հետ, ունեցել է անհատական գործընկերության ծրագիր, մասնակցել խաղաղապահ առաքելություններին, ընդհանուր հրամանատարության, այդ թվում եւ Միացյալ Նահանգների հրամանատարության ներքո։ Միացյալ Նահանգները ունեցել է քաղաքական հստակ վերաբերմունք հայ ժողովրդի համար ամենազգայուն թեմայի վերաբերյալ, որը հիմա դուրս է բերվում օրակարգից, դա հայոց ցեղասպանության ճանաչումն է։ Միացյալ Նահանգները վստահ կարող ենք ասել այն պետություններից է, որը ճանաչել եւ դատապարտել հայոց ցեղասպանությունը եւ եթե մինչ այդ մենք ակնկալել ենք նախագահներից
ցեղասպանություն եզրույթի գործածումը այլևս դա նույնպես փաստ է կոնգրեսի կողմից բանաձևի ընդունումը այլևս փաստ է չասեմ որ դա կառավարման համակարգով նահանգներից առանձին սուբյեկտներից կազմված մի դաշնություն է որի յուրաքանչյուր սուբյեկտը առանձին վերցրած բոլոր նահանգները ճանաչել եւ դատապարտել են հայոց ցեղը այսինքն մենք մինչեւ հիմա ունեցել ենք հրաշալի ձեռքբերումներ որոշ ամերիկյան ընկերություններ հատկապես IT ոլորտի ներդրումներ են կատարել Հայաստանում Սինոպսիսը դա նրա ներկայությունը մեր IT ոլորտում, որը նաև մշակույթ է փոխել եւ այլն, դա եղել է լուրջ ներդրումային ծրագրեր, չասեմ նաև այլ ոլորտներում, որ մենք ունեցել ենք, բայց հիմա շատ-շատերը այլևս չկան այդ ինչ որ ես թվարկում եմ եւ դրա փոխարեն կան ուղղակի լուսանկարներ այցելությունների վերաբերյալ, որոնք որ բովանդակային իմաստով որևէ նոր բան չեն արձանագրում JD Vance-ի Հայաստան այցելությունը ուրեմն ինքը իր ներկայացվեց պաշտոնական հաղորդագրություններում որպես պաշտոնական այց բայց պաշտոնական այցը արարողակարգի իմաստով ենթադրում է հստակ միջոցառումների իրականացում օրինակ պաշտոնական ընդունելություն պատվո պահակախմբի մասնակցությամբ պետական օրհներգների հնչեցումով պաշտոնական դիմավորման արարողություն այցի ծրագրում միջոցառումներ որոնք պարտադիր են պաշտոնական այցի ձևաչափում Հայաստանի պարագայում դա չի եղել իդեպ դա եղել է Ադրբեջանի պարագայում օրինակ Ադրբեջանում որ նայեք տեսանյութերը եւ կադրերը կտեսնեք որ նախագահական նստավայրում տեղի անենում դիմավորման պաշտոնական արարողություն հնչեցվում են պետությունների օրհներգները անցնում են բովանդակային քննարկումներ իսկ կարող ենք ասել չնայած արձանագրումներին որ Հայաստան Vance-ի այցը եղել է աշխատանքային բնույթի իսկ Ադրբեջան ավելի բարձր մակարդակի պաշտոնական բնույթի իդեպ նաև ընտանիքի անդամների հետ այցելությունը նաև իջեցնում է այդ այցի լրջության մակարդակը խորին հարգանքը Vance-ի ընտանիքի նկատմամբ բայց աշխատանքային այցելությունների ժամանակ ընտանիքի անդամների մասնակից դարձնել ընդ որում արարողակարգային ոչ օթանավից իջնելը եթե պաշտոնական ընդունելություն է իջնում է միայն պաշտոնյան անգամ եթե ընտանիքի անդամները օթանավի մեջ են պարտադիր չի որ նրանք նույն պահին նրա հետ իջնեն օթանավից կամ նույն մուտքից նրանք կարող են ուղեկցել տեղափոխել հյուրանոց այսինքն նրա ընտանեկան միջավայրն է առավել եւս երեխաների մասնակցությունը որը որ առհասարակ դիվանագիտական արարողակարգում դա չի ձևակերպում այսինքն այդ կարգի այց իդեպ ասեմ նույն բանը շատ դեպքերում անում է նաև Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցելությունների ժամանակ գնալով իր տիկնոջ կամ երեխաների կամ մեկ երեխայի հետ առհասարակ արարողակարգային իմաստով անթույլատրել են եւ ինձ համար անկեղծ ասած տարօրինակ է տեսնել նման վերաբերմունք այսինքն դա վերաբերմունքի լրջության աստիճանի նվազեցման նշաններ են իրենց մեջ պարունակում ուրեմն ասացի որ մեկ օրից ավել չի տևել եւ շատ քաղաքական գործիչներ նույնիսկ ազգային ժողովի падգամավորներ սփյուռքի գործիչներ նրանք անդադ նամակներ էին հղում Vance-ին որ հանդիպման խնդրանքով կամ որպեսզի ինքը բարձրացնի Ադրբեջան այցելուց ռազմական մեր բանտարկյալների մեր գերիների նրանց վերադարձի հետ կապված հարցերը իհարկե նա այտենց որևէ ձեռքբերում այս այցելությունը չի ունեցել բայց նման ընկալումներով էին դիմավորում բայց Vance եկավ Հայաստան նա հանդիպում ունեցավ բնականաբար Նիկոլ Փաշինյանի հետ ու ինչն է հետաքրքիր որ նրան ընդունելությունը կազմակերպվել է նախագահական պալատում բայց ոչ թե ընդունել է նախագահը այլ վարչապետը սա էլ է արարողակարգային կոպիտ խախտում որովհետև մեր պետական արարողակարգի մասին օրենքով պետական ավագության արարողակարգային ավագության ամենաբարձր աստիճանը մեր երկրում ունի հանրապետության նախագահը այլ ոչ թե վարչապետը այսինքն եւ քանի որ հյուրն էլ փոխնախագահը ենթադրվում էր արարողակարգով որ նրա ընդունելությունը առավել եւս նախագահական պալատում պետք է անի հանրապետության նախագահը որից հետո նա կարող էր հանդիպումներ ունենալ նաեւ այլ պաշտոնյաներ այդ թվում նաեւ վարչապետի հետ հաշվի առնելով վարչապետի լիազորությունների շրջանակը որոշումների կայացման իմաստով բայց արարողակարգը այլ բան է
ֆունկցիոնալ որոշումներ կայացնելը այլ, այսինքն համաձայնագրի ստորագրում այո, պետք է աներ վարչապետը, բայց դիմավորման արարողությունը պետք է աներ նախագահը, բայց նախագահին մենք տեսնում ենք նախագահական նստավայրում դռների հետևում ծիկրակելուց թե հանդիպումները ոնց են անցնում, մինչև որ Վենսը նաև մի քաղաքավարական կարճ հանդիպում ունեցել է նաև նրա հետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այդ հանդիպման ընթացքում ստորագրվեց մի համաձայնագիր, որը բովանդակային առումով իրենից ոչինչ չէր ներկայացնում, ի տարբերություն Ադրբեջանում ստորագրված փաստաթղթի, դա փաստաթուղթ էր, որը արձանագրում էր միջուկային էներգետիկայի ոլորտում բանակցությունների ավարտի մասին, այսինքն որ այդ թեմայով բանակցություններն արդեն արձանագրություն բանակցությունների ավարտը ազդարելու մասին, այսինքն դա փաստաթուղթ է, որը վավերացում չի նախատեսում, որևէ պարտավորություն ունեցել, հանդիպումներ ենք ունեցել, բանակցել ենք, այժմ ստորագրում ենք, արձանագրում ենք, որ մեր այդ հանդիպումները այդ թեմայով ավարտվեցին բանակցությունները, այսինքն ոչ մի բանի մասին, ավելի շուտ դա նպատակ ուներ ֆոտո ստանալ, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվեց այցի ընթացքում, բայց դա հետագա համագործակցության բանի որևէ բովանդակություն ըստ էության իր մեջ չի պարունակում։ Որից հետո Վենսը եւ Փաշինյանը հանդես եկան մամուլի առջև, ընդ որում Փաշինյանը չնայած մինչ այդ առիթ եղել է, որ նա խոսի անգլերենով, իջևանյան բարբառով իհարկե, բայց այս անգամ նա ոչ միայն իր նյութը ներկայացնում էր հայերեն լեզվով, այլև ընթերցում էր, այսինքն նույնիսկ բանավոր չէր կարողանում ձևակերպել այն մտքերը, իհարկե սրան մեծ ուշադրություն պետք չի դարձնել, որովհետև կարելի է պատասխանատվության չափը գնահատելով նաև կարդալ տեքստեր, իսկ օրենքը լեզվի մասին նաև նախատեսում է, որ պաշտոնյաները պետք է խոսեն նաև հայերեն, այսինքն խնդիրը այդ առումով առանձնապես կարևոր չի, բայց իր մոտեցումն եմ ստե գնահատում։ Եվ նաև նախագահականում ցուցադրվեց անօթաչու թռչող սարք, հիմա դրան կանդրադառնամ։ Վահագ Խաչատուրյանի հետ տեղի ունեցած հանդիպումը, ես կարծում եմ, որ դա ընդամենը մի նկարի հանդիպում է, իհարկե կարելի է մտածել, որ Վենսի կյանքում դա շատ մեծ իրադարձություն էր, նա հավանաբար շատ երկար դեռ կհիշի հետագայում իր զավակներին, իր թոռներին կպատմի այդ մասին, որ ինքը նման երևելի մարդու հետ հանդիպելու հնարավորություն ունեցել։ Բայց ես անկեղծ ասած մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե այդ հանդիպման ընթացքում ինչ են խոսել։ Օրինակ ոչ մի տեսանյութ չի հրապարակվել այդ հանդիպումից։ Եվ օրինակ ինչ շատ հետաքրքիր է, ասենք Վահագ Խաչատուրյանը այդ հանդիպման ընթացքում ինչա խոսել, այսինքն ինչ բառեր է արտասանել, ինչ նախադասություններ է ձևակերպել, ինչ թեմայով է խոսել, որովհետև նրա գործունեությունը չի ենթադրում որևէ քայլ, որոշում եւ այլն, այսինքն դա մի քիչ դժվար պատկերացնել է։ Հավանաբար հենց այդ հանդիպման ձևաչափն է, սեղանի չափը, կառուցվածքը եւ այլն, դրոշների բացակայությունը, այս ամենը վկայում է այն մասին, որ դա ընդամենը լուսանկարվելու համար քաղաքավարական հանդիպում է, այլ ոչ թե որևէ բովանդակություն։ Ուրեմն այս այցի ընթացքում հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական ուղղությունները։ Թրիփ, որը արդեն հստակ կարող ենք ասել, այստեղ միշտ էլ չնայած այդ կարծիքը մենք ունեցել ենք, որ դա անվիճելիորեն Մեղրին Ադրբեջանին հանձնելու ուրեմն ծրագիր է, պարզապես ադրբեջանական երաշխիքների իմաստով, այսինքն որպեսզի այս պահին չծավալվեն ռազմական գործողություններ, տարածքի ֆիզիկական զավթում չլինի այնպես ինչպես դա եղել է Արցախում, գտնվել է միջանկյալ լուծում, որ հայկական կողմը Մեղրին այդ ամբողջ տարածաշրջանը հանձնում է Միացյալ Նահանգներին, Միացյալ Նահանգները միջնորդավորված կերպով դա հանձնում է Ադրբեջանին։ Սա է Թրիփը Մեղրին եւ պարզում է ցավոք սրտի, որ ոչ միայն Մեղրին, այլ ամբողջ Սյունիքը եւ Վայոց ձորը, այնպես ինչպես Իլհամ Ալիևը պատկերացնում էր, որովհետեւ պարզում է, որ Թրիփը դա ոչ միայն երկաթ գիծն է, որի մասին հիմա այս պահին է խոսվում, այլ նաեւ իր մեջ հետագայում վերաբերելու է ավտոմոբիլային ճանապարհներին, գազատարներին, որոնց բոլորի անցումը էլեկտրահաղորդման գծերին, բոլորի անցումը Ադրբեջանի տարածքից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով պետք է իրականացվի միայն Թրիփի միջոցով, այսինքն ստեղծվում է մի հատ ՍՊ, որը այս պահին վերահսկում է երկաթուղային հաղորդակցությունը։
հետո կլինի ճանապարհային հաղորդակցություն, ուրեմն կրկին թրիփի միջոցով, նույն մեխանիզմներով, այսինքն առանց այդ back office, front office տրամաբանության մեջ, այսինքն առանց հայերի հետ շփումների, առանց հայկական իշխանության մարմինների հետ ադրբեջանցիների որևէ կոնտակտի, առանց որևէ турքերի եւ վճարների, այսինքն միայն այդ ճանապարհի համար են վճարում, այնը 74%-ը Միացյալ Նահանգներին, 26%-ը Հայաստանին, 26-ն էլ միայն այն բանի համար, որ Հայաստանը հող է տրամադրել, ուրիշ ոչինչ չի դնում, որպեսզի արժեքը կշիռը այդ ընկերության կազմում ինքը չունենա, այսինքն հիմնական խնդիրը եւ դա այդ մասի Վենսը նաեւ Բաքվում հայտարարեց, որ դա Ադրբեջանը իր Նախիջևանի, այնպես ինչպես գրած է նաև Արադ Միրզոյանի եւ Ռոբիոյի ստորագրած այս տարվա փաստաթղթում, դա Ադրբեջանի եւ իր Նախիջևանի հետ կապը հաստատող հուսալի ցամաքային կապը հաստատող ծրագիր է։ Սա է թրիփը եւ հիմնական այցելության նպատակը սա իրականացնել էր, այսինքն ի օգուտ Ադրբեջանի այդ որոշումը կայացնել էր։ Ատոմային էներգիայի բնագավառում համագործակցությունը, սա փորձեցին վերագրել իբրև թարգմանության սխալ, այնուհետև մեկնաբանություններ եւ այլն, տպավորություն էր եւ շատերի մոտ, որ Միացյալ Նահանգները 9 միլիարդ դոլարի ներդրում պետք է անի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու համար, հետագայում պարզվեց, որ Միացյալ Նահանգները նման ներդրումներ չի անելու, այլ ճիշտ հակառակը, Հայաստանը պետք է 9 միլիարդ դոլարի ներդրում անի Միացյալ Նահանգների տնտեսության մեջ, որից ձեռք բերի մի մոդուլյար ատոմակայան 5 միլիարդ դոլարով, այնուհետև եւս 4 միլիարդ դոլար տարիների ընթացքում պարբերաբար վճարի դրա ընթացիկ կառավարումը եւ սպասարկումը իրականացնելու համար, որովհետև դա նորամուծություն է, դա հայ-բաշխական ոչ մի ատոմային ինժեներ ի վիճակի չի դա ղեկավարի այդ համակարգը մասնագիտական, դա կարող են անել միայն ամերիկյան մասնագետները, ընդ որում մի տիպի ատոմակայան, որը աշխարհում դեռևս ռեալ գործածություն չունի, մի քանի տեղ ներդրված է, սակայն դեռ ցանցին միացված չի, գնահատված չի դրա էներգետիկ տեսանկյունից արդյունավետությունը, գնահատված չի միջուկային տեսանկյունից դրա վտանգավորությունը, այսինքն շատ վիճելի, շատ ռիսկային կայան, որոնց գործածությունը Միացյալ Նահանգներում արգելված է, այսինքն նման կայաններ Միացյալ Նահանգները, որ ատոմային երկիր է եւ միջուկային քաղաքացիական միջուկային էներգիա ատոմային իմաստով եւ ռազմական իմաստով ինքը իր երկրի տարածքում լինելով այդ տեխնոլոգիայի այդ գաղափարի հեղինակ իր երկրի տարածքում դեռևս այդպիսին չունի եւ այս փորձնական իրագործումը Հայաստանում դա բացի դրանից որ ռիսկային է, բացի այդ կարողությունները շատ ավելի փոքր են, քան գործող Հայաստանի մեծամորի ատոմակայանը, բնապահպանական տեսանկյունից խիստ վիճահարույց վտանգավոր, արդյունավետության տեսանկյունից ոչ մի հիմնավորում չունի։ Դեռևս մեզ ոչ ոք չի հիմնավորել տնտեսագիտորեն հաշվարկ է արել եւ բացատրել, որ այս ատոմակայանը եթե կառուցվի, ապա դրա արտադրած էներգիան ավելի էժան կլինի, քան այն էլեկտրաէներգիան, որը արտադրում է հիմա մեծամորի ատոմակայանը։ Եվ դա պիտի կառուցվի մի երկրում մի իշխանության օրոք, որի վարչապետը կառավարության նիստում խոստովանել է, որ իրենք նույնիսկ դպրոց չեն կարողանում կառուցել, այսինքն ֆինանսական միջոցների արկայության պայմաններում դասասենյակ չեն կարողանում կառուցել մեր աշտարակի վարչապետի խոստով, այսինքն եթե նույնիսկ կառուցում են պատերը գունավոր ներկում են, գնում են այնտեղ բացում են, մտնում են զուգարաններ, դա դեռ չի նշանակում, որ արվում են որակով, որովհետև երբ որ ինքը վարչապետը այցելում է ստուգի դրանց որակը իր սահմանափակ գիտելիք, իսկ ինքը ոչ նախագծողը, ոչ ճարտարապետը, ոչ ինժեները, ոչ շինարարը, ինքը ընդհանրապես իր ինտելեկտուալ կարողությունների պայմաններում, այսինքն բարձրագույն կրթություն չունեցող մարդու, անգամ ինքն է նկատում թերություններ եւ պաշտոնանկություններ անում, չէ, հիշում եք անցած տարվա հունվարի սկզբին այդ Քաշին վարչության պետին, Լոռու մարզպետին եւ այլն պաշտոնանկությունները դրա պատճառով էր անորակ աշխատանքի։ Հիմա մարդիկ, ովքեր մի դպրոց չեն կարողանում կառուցել, իբր պիտի կառուցեն ատոմակայան։ Այն էլ մի ատոմակայան, որի գինը 9 միլիարդ դոլար է, երբ որ Հայաստանի ամբողջ տարեկան բյուջեն 8 միլիարդ դոլար է, այսինքն ոչ դրա փողը կա, ոչ հնարավորությունը կա, ոչ մասնագետը կա, ոչ կառուցման կարողությունը կա։ Բնականաբար այսքան ռիսկերի, այսքան հնարավորությունների բացակայության պայմաններում վստահ կարող ենք ասել, որ այդ նախագիծը ուղղակի իրականություն չի դառնալու։ Իսկ եթե այդ նախագիծը իրականություն չի դառնում,
իրականությունն է դառնում դրա մյուս բաղադրիչը, որ պետքա փակվի Մեծամորի ատոմակայանը, գործող ատոմակայանը, որը Հայաստանի էներգետիկ համակարգի հիմնական դերակատարներից մեկն է, տարածաշրջանի առայժմ միակ գործող ատոմակայանն է, եւ որը փակելու խնդիրը վաղուց Թուրքիայի, այնուհետև Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկն է հանդիսանում եւ դրա շահագործման ժամկետը վերջին երկարացնելուց հետո, որը ի դեպ հայ-ռուսական համագործակցության արդյունքում է, որ գործում է, ավարտվում է 2030 թվականին։ Այսինքն այս խոսակցությունների հիմնական իմաստը այն է, որ մինչև 2030 թվականը ցույց տալով այս վերացական գաղափարը մոդուլյար ատոմակայանի փակվի իրական ռեալ ատոմակայանը։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականի մարտի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է միջուկային էներգիայի անդրանիկ գագաթաժողովին, առաջին այդ ձևաչափում, որին մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, որոնք չունենալով այս պահին ատոմակայաններ, Թուրքիայում դեռ նոր է կառուցում, իդեպ ռուսների հետ համագործակցությամբ, Ադրբեջանը չունի առհասարակ, նրանք չունենալով ատոմակայաններ այդ պահին ելույթ են ունեցել եւ իրենց ելույթում խոսել են Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանի դրա վտանգների տարածաշրջանում ոչ նաեւ իրենց երկրների համար ներկայացվող վտանգների եւ այն փակելու անհրաժեշտության մասին։ Իդեպ ասեմ, որ այդ ատոմակայանը հիմա ղեկավարում է էներգետիկայի եւ ճարտարագիտության այդ ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, այսինքն դրա Նիկոլ Փաշինյանը իր ենթակա ԱԱԾ տնօրենին ազատել եւ նշանակել է ատոմակայանի տնօրեն, ակնհայտ է թե ինչի համար այնտեղ վերահսկողությունը պահելու եւ ադրբեջանա-թուրքական խնդիրները լուծելու համար։ Այս այցի հիմնական արդյունքներից մեկը, որ մի քիչ շոշափելի կարող է լինել, դա իմ կարծիքով IT ոլորտում համագործակցությունն է, որը ենթադրում է ամերիկյան ընկերությունների բազավորում, մի շարք ընկերությունների բազավորում Հայաստանում։ Եթե դա իրականություն դառնա, օբյեկտիվորեն պետք է ասել, որ դա դրական ձեռքբերում է, չնայած որ այդ ներդրումները եւ այդ մասնակցությունը Հայաստանի ներքին կյանքում շատ բան չի փոխելու, որովհետեւ խոսքը վերաբերվում է մի պահեստային փակ անգառ տիպի փակ տարածության մեջ, ուղղակի հաշվողական տեխնոլոգիաների տեղակայում, այսինքն դա մեծ ծավալի աշխատատեղեր չի ստեղծում, դե ուղղակի սերվերներ են տեղադրվելու, ինֆորմացիոն մշակման համակարգեր են տեղադրվելու, ինչքանով որ ես եմ կարողացել հասկանալ, որը չի ենթադրում մարդկանց անմիջական մասնակցություն եւ միջամտություն։ Ուրեմն Վենսի այցի քաղաքական բաղադրիչներից մեկը վերաբերում էր ուրեմն ցեղասպանության հուշահամալիր նրա այցելությանը։ Հատկանշական է, որ նա այդ համալիր այցելեց տիկնոջ հետ, սակայն առանց որևէ հայ պաշտոնյայի ուղեկցությամբ։ Հիմա փորձում են արդարացնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նույնպես ֆիզիկապես գտնվել այդ թփերի տակ համալիրում, բայց նա միգուցե մուտքի մոտ դիմավորել է այդ ընդ որում համալիրից բավականին հեռու եւ ճանապարհ է դրել, բայց նա Վենսի հետ միաժամանակ չի այցելել հուշահամալիրի տարածք, ծաղիկներ չի խոնարել զոհերի հիշատակին եւ հարգանքի տուրք չի մատուցել Վենսի հետ միասին, այսինքն դիմավորել է հերո ինչ-որ միտեղից, այնուհետև Վենսը տիկնոջ հետ է միայնակ, միայն թանգարանի տնօրենի ուղեկցությամբ այցելել անմար կրակի մոտ։ Իդեպ նա նաև մուտք չի գործել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, չի ծանոթացել ներկայացված գոնե մի քանի խորհրդանշական ցուցանմուշներին, իսկ թանգարանի հյուրերի գրանցամատյանում գրառում արել ոչ թե թանգարանում, այլ դրա բակում։ Ավանդույթ կա նաև, որ պետությունների ղեկավարները եւ ճանաչված գործիչները Հայոց ցեղասպանության համալիրի հուշահամալիրի տարածքում նաև խորհրդանշական եղևնիներ են տնկում, այդպիսիք շատ կան տարբեր պետությունների ղեկավարների, բայց Վենսը նաև եղևնի չի տնկել մեր հուշահամալիրի տարածքում։ Իսկ այցի մասին իր սոցիալական ցանցերում գրառումները, որը պարզվեց արելա ոչ թե ինքը անձամբ, այլ իր աշխատակազմը նկատի ունենալով, որ փոխնախագահի այցը անմիջապես հեռացվել է, այսինքն դրա այսինքն չի եղել այդ այցը, եղել է, հետո եթե եղել է, բայց դա չես ուզում որ հրապարակվի, նշանակում է որ վերաբերմունքը այլ է, այսինքն
դա պարզ է որ Ադրբեջան այցից առաջ է եղել եւ այստեղ ինչն է կարևորը մենք ակնկալել ենք որ Վենսը պիտի գնա Ադրբեջան այնտեղ բարձրացնի մեզ համար կարևոր մեր ռազմագերիների վերադարձի հարցը բարձրացնի ճիշտ հակառակը Ադրբեջանը այնքան ազդեցություն ունի Վենսի վրա որ Ադրբեջան այցից առաջ վախենում է խոսել ցեղասպանության մասին երբ որ իր երկիրը ճանաչել է հայոց ցեղասպանությունը բոլոր մակարդակներում ինքը վախենում է դրա մասին խոսի Ադրբեջան այցելուց եւ անգամ հուշահամալիր այցելության արդեն հրապարակած իր գրառումը անմիջապես հեռացնում է սոցիալական հաշիվներից։ Իդեպ Վենսը չի այցելել նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որը որ պետական արարողակարգի մշտական կարևոր տարերից եւ արդեն ձևավորված ավանդույթներից մեկն էր, առավել եւս քրիստոնյա պետության ղեկավարը առավել եւս պահպանողական գաղափարախոսություն գրող եւ ամբողջ աշխարհում իր երկրում քրիստոնեական արժեքների համար մեծ հավատարմություն ունեցող պետական գործիչը, որը անգամ պաշտոնական իր խոսքում ասում է, որ ինքը եկել է մի երկիր, որը հնագույն քրիստոնեական երկիրն է, երկրներից մեկն է հանդիսանում եւ նա ըստ էության չի այցելում եւ հանդիպում չի ունենում ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Ուրեմն զուգահեռ ասեմ նաև որ տեղի ունեցել մի շարք այլ հանդիպումներ, ասենք օրինակ արտգործ նախարարությունում, քանի որ Վենսի պատվիրակության կազմում էր նաև պետքարտուղարի տեղակալը տնտեսական հարցերով, նրան առանձին հանդիպել է արտաքին գործերի նախարարը եւ ում հետ, իր տիկնոջ։ Այսինքն հերիք չի, որ արտաքին գործերի նախարարի կինը զբաղեցնում է պետական հիմնադրամի տնօրենի պաշտոն, ինչը որ ընտանյավարության եւ կոռուպցիայի ուղիղ դրսևորում է, որովհետեւ որևէ այլ պարագայում Գոհար Աբաջյանը չէր կարող այդ պաշտոնը զբաղեցնել, բացի դրանից, որ իր ամուսին արտաքին գործերի նախարար է։ Իդեպ նրա քույրն էլ, այսինքն Արարատ Միրզոյանի Քենին, ամերիկյան ամենամեծ ներդրումով ընկերություններից մեկի Որոտան Հեկի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում։ Եվ նրանք ամուսիններով հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ։ Եվ նաև մի համաժողով ա եղել ԱՄՆ տեխնոլոգիաների եւ նորարարությունների գագաթաժողով Հայաստան-ԱՄՆ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մասնակցությամբ։ Օրինակ Ադրբեջանը Վենսի այցելությունը սկզբունքորեն այլ էր իր բովանդակությամբ եւ ձեռքբերումներով։ Հատկանշական է, որ այս այցից առաջ շատ ծավալուն հարցազրույց է տվել ուրեմն Պոլ Գոբլը։ Պոլ Գոբլը նույն ինքը իհարկե ոչ բարձրաստիճան, բայց այն նույն ամերիկյան դիվանագետն է, որի անունը կրում է այն գաղափարը, որ Մեղրին Ադրբեջանին հանձնելով Արցախը պետքա դառնար Հայաստանի ամբողջական մասը, այսինքն այդ գաղափարը իհարկե պաշտոնական մակարդակով Հայաստանի իշխանությունների կողմից երբեք չի դարձել բանակցության առարկա, այսինքն գաղափարը ներկայացվել է, գաղափարը քննարկվել է, բայց դրա շուրջ բանակցություններ վարելու ոչ մի պաշտոնական ընթացներ չեն եղել։ Դա կոչվում էր Գոբլի ծրագիր, այսինքն Մեղրին Արցախի դիմաց։ Այսինքն Ադրբեջանը վերջնականապես հրաժարվում էր Արցախից եւ Մեղրին հանձնվում էր Ադրբեջանին եւ Հայաստանի իշխանությունները դա քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, բայց Քոչարյանը նման համաձայնություն չի տվել երբեք։ Եվ դա փաստ է, այսինքն դա ենթադրելով չի, որովհետեւ եթե լներ կլներ ինքը նախագահ էր, եթե այդ դիրքորոշմանը լիներ կգնար այդ քայլին։ Նման բան չի եղել։ Գաղափարն է եղել։ Գաղափարի հեղինակը եղել է այդ նույն Պոլ Գոբլը։ Եվ ինչի չի եղել, որովհետեւ դրանից հետո Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին հաջողվել է որ ոչ միայն Մեղրին պահել որպես հայկական, այլ նաեւ Արցախը որպես հայկական։ Մինչև որ 2018 թվականին եղել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն եւ Նիկոլ Փաշինյանը սկզբից Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին եւ հիմա էլ Մեղրին է հանձնել ամբողջությամբ Ադրբեջանին, այսինքն այլևս ոչինչ չստանալու եւ դեռ շարունակվում է այդ process-ը եւ Վենսը Ադրբեջանում հաստատում է, որ այո, այդ trip-ը, այդ նախաձեռնությունը Ադրբեջանը ցամաքային կապով իր հատվածին, մյուս հատվածին Նախիջևանին կապելու ծրագիր է եւ նաեւ դրա համար Ադրբեջանին տրամադրել է նաեւ ռազմատեխնիկական աջակցություն, խոսքը վերաբերվում է հատկապես Կասպից ծովում նավատորմի ադրբեջանական զինված ուժերի նավատորմի ռազմատեխնիկական համալրման հարցում աջակցությանը, իսկ ումից պետք է պաշտպանի Ադրբեջանը իր Կասպից ծովում գտնվող նավթահորերը, եթե ոչ ավազանի այլ պետություններից, իսկ որոնք են այդ պետությունները, դա Ռուսաստանն է եւ Իրանը։ Իդեպ Վենսի այցից անմիջապես հետո Ադրբեջանի
ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ չեզոքացվել է եւ ձերբակալվել են մարդիկ, չեզոքացվել է մի խումբ, որը այլ երկրի հատուկ ծառայությունների կողմից էր ստեղծված, որպիսի Ադրբեջանում իրականացնեին իշխանության փոփոխություն, որպիսի դրանից հետո Ադրբեջանը անդամակցեր ՀԱՊԿ-ին։ Նու ասենք պետք չի որևէ ջանք գործադրել հասկանալու համար, թե նրանք ում նկատի ունեին այդ օտար երկիր ասելով, դա Ռուսաստանն է, որովհետև այդ կազմակերպությունը կոչվում էր Ռուսաստանում ադրբեջանական ինչ-որ մի միություն, իսկ ՀԱՊԿ-ին անդամակցությունը դա Ռուսաստանի հետ համագործակցության խնդիր է։ Այսինքն ակնհայտ Ադրբեջանը Վենսի այցից հետո ցույց տվեց իր հակառուսական տրամադրությունն ու կեցվածքը։ Իդեպ հայկական կողմը նաև դրոններ է ձեռք բերել, անօդաչու թռչող սարքեր, որոնց կապակցությամբ ողջամիտ կասկած կա, որ դրանք հիմնական նպատակը ոչ թե Ադրբեջանի տարածքում ուրեմն հետախուզություն իրականացնելն է, այլ ավելի շատ Իրանի տարածքում, եւ դա տրամաբանական է, որովհետեւ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Հայաստանից որևէ թռչող օբյեկտ հայտնվի իր երկնքում, դրա փոխարեն իրենք են անդադ հետախուզական թռիչքներ անցկացնում Հայաստանի տարածքում եւ Վայոց ձորի Սյունիքի բնակիչները դա տեսնում են անզեն աչքով, տեսանել են այդ դրոնները ամեն օր, որոնք սավառնում են Հայաստանի երկնքում, չասեմ քաղաքացիական ավիացիան Ադրբեջանի։ Իդեպ Վենսը ինքը նույնպես Վայոց ձորի տարածքով է թռել դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանում հայտնել, որ իր այցը եղել է հենց թրիփով օթային տարածքով։ Ճիշտ նույն մտածողությամբ եւ տերմինաբանությամբ, ինչպես պնդում Ադրբեջանի նախագահը, որտեղ նա ասում է Զանգեզուրի Միչանսկի օթային ճանապարհը վաղուց բացվել է եւ հիմա մենք մտածում ենք ցամաքային Միչանսկը բացելու մասին։ Այսինքն ակնհայտ Վենսը իր խորը աջակցությունը հայտնեց Ադրբեջանի եւ ամենակարևորը Ադրբեջանում ստորագրվեց Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը։ Սա որակապես տարբերվում է ուրեմն տարվա սկզբին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի եւ Ադրբեջանի փաստաթղթից, որովհետեւ Արադ Միրզոյանի եւ նախկին պետքարտուղարի ստորագրված համաձայնագիրը դա ընդամենը ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնադրության էր վերաբերում եւ ստորագրվում էր արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Սա որակապես այլ փաստաթուղթ է։ Այս փաստաթուղթը մշակելու հանձնառություն Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը ձեռք էին բերել 25 թվականի օգոստոսի 8-ին եւ այս կարճ ժամանակահատվածում համաձայնագիրը արդեն պատրաստվել է, համաձայնեցվել է եւ ստորագրվում է պետությունների ղեկավարների մակարդակով։ Այսինքն փոխնախագահի, որը փոխարինում է նախագահային տվյալ դեպքում եւ Ադրբեջանի նախագահի։ Սա այլ որակի փաստաթուղթ է, այսինքն այս տարածաշրջանում վստահ կարող ենք ասել եւ ոչ թե ասել ենթադրությամբ, այլ նաեւ Վենսի խոսքերով, որ տարածաշրջանի երկրներից այլևս Միացյալ Նահանգների գլխավոր գործընկերը դա Ադրբեջանն է։ Վրաստանի հետ նրանք արդեն վաղուց ըստ թույլատրել են իրենց այն հարաբերությունների մակարդակը, որը սկիզբ էին դրել 2005-ին, այսինքն ինչ որ ուներ Վրաստանը 2005-ին, չունեին մյուս երկու երկրները։ Հիմա ժամանակը ցույց տվեց, որ նրանք ձեռ են քաշել Վրաստանից, այսինքն կարող անցնի ժամանակ եւ ձեռ քաշեն նաեւ մեզնից, որովհետեւ ռեալ իրական երկկողմ համագործակցության շահեր Միացյալ Նահանգները բնականաբար նույնիսկ Ադրբեջանի հետ չունի։ Եվ ես վստահ եմ, որ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը հետաքրքիր են Միացյալ Նահանգներին իրենց գլոբալ խնդիրների լուծման իմաստով որպես գործիք, որպես միջոց օգտագործելուն, դա Ռուսաստանի դեմ, Իրանի դեմ իրենց այսօրվա օրակարգի եւ առհասարակ աշխարհակահաղական օրակարգի խնդիրները շահերը իրացնելն է։ Եվ այս երկրները կարող են միայն իրենց չափով, իրենց կարողություններով օգտակար լինել Միացյալ Նահանգներին։ Իսկ օգտակարության իմաստով բնականաբար Ադրբեջանի դիրքերը շատ ավելի շահեկան են, շատ ավելի լավն են, քան Հայաստանի։ Հետևաբար շատ խնդիրներ իօգուտ Ադրբեջանի լուծվելու է Հայաստանի հաշվին։ Եվ սա ոչ միայն տեսանելի է, այլև արձանագրված։ Իսկ մենք երբ որ ակնկալում էինք, որ Վենսի այցից հետո մեր ռազմագերիների հարց քննարկվի եւ նրանք կվերադառնան Հայաստան, իհարկե կա հաղորդագրություններում տեքստեր, որ այդ հարցը քննարկվել է Վենսի կողմից, բայց եթե լուծումներ չկան, ուրեմն ում էր պետք այդ քննարկումները, եթե իհարկե քննարկվել են։ Բայց Վենսի այցից հետո Հայաստան են այցելել ոչ թե մեր ռազմագերիները, որոնք որ դատապարտվել են Բաքվում ՑՄԱ ազատազրկման առանց բացառության, Հայաստան եկան Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները, քաղ հասարակության անվան տակ, ընդ որում նրանք եկան արդեն ցամաքային սահմանով, եթե նրանց նախորդ այցելությունը օդանավով էր,
ապա հիմա ցամաքային սահմանով ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հատուկ նրանց պատվին բացել են ժամանակավոր սահմանային անցակետ Տավուշի մարզում, որպեսզի հյուրընկալեն ադրբեջանցիներին, իսկ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն գոյություն չունի եւ չի կարող ունենալ, որովհետեւ դա ժողովրդավարական երկիր չի եւ այնտեղ չեն կարող լինել պետական վերահսկողությունից դուրս գտնվող որևէ ոչ թե կազմակերպություններ, այլ անհատներ։ Այսինքն վստահ կարող ենք ասել, որ նրանք հատուկ ծառայությունների քողարկված աշխատակիցներ են, առավել եւս, որ նրանց թվում է մի կին, որ արդեն երկրորդ թե երրորդ անգամ այցելում Հայաստան, ով որ 2022 թվականի վերջին եւ 23 թվականին մասնակցել է Շուշիի մատույցներում Արցախի տոտալ շրջափակման եւ Արցախում հումանիտար խնդիրների ստեղծման այդ շրջափակման ակցիաներին, այս էլի բնապահպանների քաղաքասարակության կողմից իբր կազմակերպված եւ հիմա նա արդեն դարձել է Հայաստանի պարբերական այցելուն։ Այսինքն Վենսի այցի արդյունքում ոչ թե մեր հայրենակիցներն են գերությունից եկե Հայաստան, այլ ադրբեջանցիներն են սկսում գալ Հայաստան։ Իսկ դա ադրբեջանական պետական քաղաքականության ծրագիրն է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով եւ այստեղ հաստատել նոր պետական կազմավորում, որը կոչվելու է Արևմտյան Ադրբեջան։ Իսկ այդ Արևմտյան Ադրբեջանի հիմքը դրեց նաև այս այցից անմիջապես հետո Մյունխեն կատարած իր այցով Իլհամ Ալիևը, որտեղից հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիր չի կնքվելու, քանի դեռ Հայաստանը չի փոխել սահմանադրությունը եւ չի հրաժարվել իր անկախության հռչակագրից։ Իսկ հրաժարվել անկախության հռչակագրից եւ ընդունել այդ խմբագրությամբ սահմանադրություն նշանակում է հրաժարվել գոյություն ունեցող պետությունից, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Այդ դեպքում Ադրբեջանը կստանա լիարժեք իրավունքներ մեր երկրի տարածքում հաստատել իր նաև ռազմական եւ քաղաքական իշխանությունը, ստեղծելով նոր պետական կազմավորում, որը կկոչվի Արևմտյան Ադրբեջան։ Այս հեռանկարը գնալով ավելի է մոտենում մեզ, այս վտանգները ավելի են մոտենում մեզ, եւ այդ վտանգները մեզ մոտեցնողը ունի մեկ անուն։ Այդ անունն է Նիկոլ Փաշինյան, որը ապօրինի կերպով տիրացել է մեր ժողովրդի իշխանությանը եւ այդ իշխանությունը ծառայեցնում է մեր հանդեպ դեռևս ճշտամական տրամադրություններով ապրող մեր երկու հարևան պետություններին, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այս ամենը կանխելու միայն մեկ ձև գոյություն ունի՝ հեռացնել այդ գոյակցությունը մեր իշխանական համակարգից եւ վերահաստատել Հայաստանի անկախ պետականությունը։ Մենք հիմա այն կորցնելու, վերջնականապես կորցնելու վտանգի առջև են գտնվում։ Ես հուսով եմ, որ մեր ժողովրդին դա կհաջողվի։ Այսքանը այս թեմայի շրջանակներում, սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք 168.am-ի YouTube-յան ալիքին, հավանեք տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, հետևեք 168-ի բոլոր թողարկումներին, իսկ մեզ սպասեք հաջորդ երկուշաբթի 22:45-ին, որից հետո տեսանյութը մշտապես հասանելի կլինի YouTube-ում։